7 տարածված ձևեր կան, որոնցով Աստված միշտ այցելում է մարդուն։ Այս ձայնագրության մեջ ես ձեզ կպատմեմ այդ 7 ձևերի մասին, որոնցով Աստված այցելում է մարդուն, նրան ապաշխարելու հնարավորություն տալիս։ Բայց մարդկանցից շատ շատերը իրենց կույրի պես են պահում եւ քարացնում են իրենց սիրտը եւ չեն տեսնում ու նշանակություն չեն տալիս այն այցելություններին, որ Աստված իրենց կյանքում իսկապես այցելում է իրենց։ Սիրելի բարեկամներ, այս ձայնագրության մեջ ես ձեզ կպատմեմ այդ 7 ձևերի մասին, որոնցով Աստված այցելում է մեզ։ Խնդրում եմ մինչև վերջ լսեք եւ ուշադիր եղեք եւ տեսեք, թե ձեր կյանքում սրանցից արդյոք որն են կատարվել ու դուք ինչպես եք պատասխանել Աստուծո այդ այցելությանը։ Փոխել եք ձեր կյանքը, ապաշխարում եք, թե ուշադրություն չեք դարձրել։ Որովհետև Աստվածաշնչում կան դեպքեր, օրինակի համար, որ մարդիկ չիմացան, երբ որ Աստված իրենց այցելեց, քաղաքներ չիմացան։ Օրինակ, երբ որ Տեր Հիսուսը մտնում էր Երուսաղեմ ծաղկազարդի ժամանակ, ասում է Ավետարանը, նա լաց եղավ, ասեց. Երուսաղեմ, Երուսաղեմ, ասեց, քար քարի վրա չի մնալու, որովհետև դու նշանակություն չտվեցիր այն ժամանակին, երբ որ քո Աստվածը քեզ այցելեց, ասում է, որովհետև դու չիմացար քո այցելության ժամանակը։ Անցավ մոտավորապես 30 տարի, Երուսաղեմը ավերվեց հռոմեական զորքերից։ Կամ Կափառնայում քաղաքին, այն քաղաքը, որտեղ որ Տեր Հիսուսն ապրում էր, իր քաղաքն էր։ Այդ քաղաքում երևի շատերը մեծամտանում էին եւ ասում էին. Տեր Հիսուսը մեր քաղաքացի է, մեր քաղաքից է, ինչպես մենք հիմա շատ-շատերս ասում ենք, որ մենք առաջի քրիստոնյա ազգն ենք։ Տեր Հիսուսն ասեց. Կափառնայում, Կափառնայում, ասեց, դու երկինք չես բարձրանալու, այլ դժոխք ես իջնելու, որովհետև այն հրաշքները, որ կատարվեցին այստեղ, եթե կատարվեին Սոդոմում, նրանք հիմա վաղուց ապաշխարել էին։ Այսինքն դա էլ չփրկեց եւ այսօր Կափառնայումը կործանված ավերված քաղաք է։ Սիրելի բարեկամներ, ուրեմն հիմա ես ձեզ կպատմեմ այն 7 ձևերի մասին, որով Աստված այցելում է մեզ։ Խնդրում եմ այդ 7 ձևերն էլ ուշադրությամբ լսեք եւ տեսեք արդյոք ձեր կյանքում դրանցից որն է եղել, որպեսզի հանկարծ դուք չուշացնեք եւ չհետաձգեք ձեր ապաշխարումը, որովհետեւ Աստված սիրում է մեզանից բոլորին, այցելում է մեզ բոլորիս տարբեր ձևերով, այցելում է մեղավոր մարդուն տարբեր ձևերով, եւ երբ որ այդ մեղավոր մարդը փափկացնում է իր սիրտը, տեսնում է այդ այցելությունը, հասկանում է, որ Աստված իր այդ գործը անում, իր սիրտը սկսում է վառվել ապաշխարության ցանկությամբ եւ այդ շնորհը սկսում է լուսավորել իր սիրտը եւ ինքը ուզում է դառնալ դեպի Աստծուն եւ ապրել Աստուծո հետ նրա պատվիրաններին հնազանդվելով։ Այդ 7 ձևերից առաջինը, ուրեմն, ասենք թե քարոզն է, հա։ Դուք մարդը կարող է գնա եկեղեցի կամ YouTube-ով կամ ինտերնետով մի հատ քարոզ լսի եւ այդ քարոզի մեջ մի խոսք կամ մի նյութ կպնի այդ մարդու սրտին։ Երբ որ դա լինում է, այդ քարոզի միջոցով կարող է Աստված խոսում է այդ մարդու հետ, Աստված այցելում է այդ քարոզի միջոցով այդ մարդու հետ, եւ մարդը չպիտի կարծրացնի ու քարացնի իր սիրտը, այլ լսի, թե Աստված ինչ է ասում այս խոսքի միջով։ Երկրորդ տարածված ձևը, որ Աստված այցելում է մարդուն, գիրքն է։ Մարդը կարող է մի գիրք կարդալ եւ այդ գրքի միջով Աստված խոսի։ Օրինակ 44-օրյա պատերազմից հետո Աստվածաշնչից բացի 3 գրքեր իմ սրտին շատ են խոսել։ Մեկը Նիկոլայ Սերբացու Պատերազմ եւ Աստվածաշունչ գիրքն է, մյուսը Շենուդա Հայրապետի Դարձիր առ Աստված գիրքն է եւ մյուսը Էլի Շենուդա Հայրապետի Հոգու ազատագրումը գիրքն է։ Այս 3 գրքերի միջով Աստված իսկապես այցելեց ինձ, ինչպես նաև հավանաբար ձեզանից շատերին, եթե կարդացել եք այդ գիրքը եւ ուրիշ տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր կարդացել են այդ գիրքը աշխարհում եւ փոխել են իմ մտածողությունը, փոխել են իմ տեսակետը շատ հարցերի վերաբերյալ, դարձնելով նրանց Աստվածաշնչի տեսակետի համաձայն։ Ուրիշ մի ձև, որով Աստված այցելում է մարդուն, երրորդ ձևը դա կարող է լինի հոգևոր հանդիպումը։ Այ ասենք թե դուք գնացել եք եկեղեցի, այնտեղ մի հոգևոր հանդիպում է, դուք այդ հոգևոր հանդիպման ժամանակ մեկ էլ մի բան պատահեց կամ այդ հոգևոր հանդիպման ժամանակ ինչ-որ մտքեր եկան եւ այդ հոգևոր հանդիպման ժամանակ հոգևոր մի մարդու հետ Աստված խոսեց ձեզ հետ։ Պետք է դրան էլ ուշադրություն դարձնել։ Մի այլ բան կարող է լինի ինչ-որ մի մարդու բարի օրինակը։ Տեսնում է մարդ ինչ-որ սուրբ մի մարդու անցյալում կամ ներկայում կարդում այդ մասին եւ այդ բարի օրինակը ազդում է իր վրա։ Մեզանից որքան մարդիկ ենք, չէ, ասենք լավ ենք ազդվել տարբեր սուրբ մարդկանց բարի օրինակներից եւ այդ բարի օրինակը երբ որ դու տեսնում ես, դա նույնպես նշան է, որ Աստված այցելում է քեզ քո կյանքի մեջ եւ քեզ ցույց է տալիս այդ օրինակը, որ դու էլ այդպիսի կյանք ապրես Քրիստոսին հնազանդ եւ իր պատվիրաններով ապրող։
Ուրիշ ձևով, որ Աստված այցելում է մարդկան, կարող է լինի ինչ որ մեկի մահը, հա, օրինակի համար հեռու տնից տեղից հարազատ է մահանում, բարեկամ է մահանում, ընկեր է մահանում, կամ ինչ որ մեկն է մահանում ու դու հարց ես տալիս, ասում ես, այ մարդ, այս մարդը երեք կար, այսօր չկա։ Ինչ եղավ այս մարդու հետ։ 60 տարի ապրել է, 70 տարի ապրել է կամ երիտասարդ է գնացել հեռու տնից տեղից։ Ինչ եղավ։ Ուր կորավ այս մարդը։ Ուր գնաց։ Եվ այդ մարդու մահը քո մեջ առաջացնում է հարցեր, դրանով Աստված այցելում է քեզ, որպեսզի դու այդ հարցերը տաս եւ իմաստ փնտրես այս կյանքի մեջ եւ փորձես հասկանալ կյանքի իմաստը։ Ուրիշ շատ տարածված ձև է, որով Աստված այցելում է քեզ ու ինձ ու մեզ մեր կյանքի մեջ, դա հիվանդություններն են, որովհետև հիվանդությունների միջով Աստված մեզ այցելում է եւ խոսում է մեզ հետ, որովհետև հիվանդությունները մեզ տկարացնում են, մենք զգում ենք, որ այլ ծովը մեր ծնկներից չի, մենք զգում ենք, որ մեր թուրը աճ ու ձախ չի կտրում, քո միլիոնները քեզ չեն փրկում, դու խոնարհվում ես եւ Աստված չի արհամարհում խոնարհ հոգին, գրված է 50-րդ Սաղմոսում։ Ուրիշ մի բան է, որով Աստված այցելում է ձեզ, 7-րդ ձևը, դա կյանքի հանգամանքներն են։ Նեղություն, տառապանք, այնպես հիվանդությունը, վիշտ, դժվարություն, գործերը օրինակի համար կարող է չեն հաջողվում, 1-2 չի դառնում, ինչին ձեռ ես տալիս չի ստացվում։ Միգուցե Աստված քեզ այցելում է եւ քո այդ գործը անում եւ ասում է, որ ես չեմ ուզում, որ դու այս ճանապարհով գնաս, այլ դու պետքա ուրիշ մի բան անես, որպեսզի քո մոտ հաջողություն գա։ Եվ Աստվածաշունչն ասում է, թե որ դեպքում է, որ մարդու մոտ հաջողվում է ամեն ինչ, այ եթե կարդաք առաջի Սաղմոսի մի քանի բարբերություն որ կարդաք, կարճ Սաղմոսը, վերցրեք կարդացեք խնդրում եմ, այնտեղ գրված է, թե որ տեսակի մարդու գործերն են հաջողվում եւ այդ ամեն ինչը ասելուց հետո ասում է եւ ամեն բան ինչ էլ որ անի կհաջողվի նրան, եւ ամեն բան ինչ էլ որ անի կհաջողվի նրան։ Սիրելի բարեկամներ, ուրեմն ամենատարածված ձևերը, որով Աստված այցելում է մեզ, քարոզ, գիրք, հոգևոր հանդիպում, բարի օրինակ, մեկի մահը, հիվանդություն, կյանքի հանգամանքներ, ինչպիսին են տառապանք, վիշտ, դժվարություններ, գործերը չհաջողվել, սրանք ձևեր են, որոնցով Աստված խոսում է ձեզ հետ։ Խոսում է ձեզ հետ, ձեզ կանչելով ապաշխարության։ Մի հետաձգեք այդ ապաշխարությունը, մի հետաձգեք Աստծուն դառնալը։ Այս բաները, որ ես ասեցի, որոնց մասին գրում են եկեղեցու հայրերը եւ դրա օրինակները մենք տեսնում ենք Աստվածաշնչում, սրանք ձևեր են, որոնք մարդուն կանչում են ապաշխարության եւ սրանք ձևեր են, որոնցով Աստված խոսում է ձեզ կանչելով դառնալու դեպի իրեն, դառնալու դեպի Տեր Հիսուս Քրիստոսը, ճանաչելու նրան եւ ապրելու իր պատվիրաններով։ Մի սպասեք, որ Աստված հենց հայտնվելու է ձեր դիմաց ու խոսի ձեզ հետ։ Մեզանից շատերը համարյա ոչ մեկս էլ արժանի չենք դրան, իսկ Աստված արդեն հայտնվել է եւ արդեն խոսել է Աստվածաշնչում, ու մենք պետքա պարզապես այս ամեն ինչը հասկանալով մեզ հարց տանք, ասենք ինչու է այս հիվանդությունը իմ հետ կատարվում, ինչու է այս քարոզը, որ ես գնացի, ինչ իմաստ ուներ իմ կյանքում, այս գիրքը, որ կարդացի, ինչպես է խոսում իմ հետ։ Միգուցե Աստված խոսում է այս ամենի միջով իմ հետ, ես իմ սիրտը չքարացնեմ, իմ սիրտը չկարծրացնեմ, այլ լինեմ ինչպես պարարտ հող եւ լսեմ Աստուծո խոսքը։ Ուրեմն սիրելի բարեկամներ, մի հետաձգեք ձեր ապաշխարության գործը ու մի անտեսեք, երբ որ այս միջոցներով Աստված այցելում է ձեզ, որովհետեւ ինչպես Կափառնայում էր, ասես դու դժոխք կիջնես ու Կափառնայումն այսօր ավերված է։ Ինչպես որ Երուսաղեմի պարագայում էր, ասես քարը քարի վրա չի մնա, որովհետեւ դու չիմացար քո այցելության ժամանակը, դու կարևորություն ու նշանակություն չտվիր այն բանին, երբ որ Աստված քեզ այցելեց։ Հանկարծ մեր հետ էլ այսպես չլինի։ Միացեք Telegram-ում Աստվածաշունչն ամեն օր ալիքին, միասին հազարավոր հայ մարդկանց հետ ամեն օր կարդալու Աստվածաշունչը։ Telegram-ում փնտրեք Աստվածաշունչն ամեն օր եւ գտեք եւ միացեք մեզ միասին կարդալու համար։ Դա առաջին քայլերից մեկը կլինի, որով մենք սկսենք ճանաչել Աստուծո խոսքը։ Ու եթե զայնագրությունն էր ձեզ օգտակար եղավ, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, ձեր էջերին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ իմանան, լսեն եւ հանկարծ չանտեսեն այն ժամանակը, որով Աստված այցելեց իրենց ապաշխարության եւ դարձի կանչելու։ Դե լավ եղեք, սիրելի ժողովուրդ, Աստված օգնական բոլորիս, բարի օր, Քրիստոսով անփորձանք։